Հարգանքներս առողջ դատող հայերին։ Դե ինչ ժողովուրդ ջան, այնինչ իմ նախորդ ելույթում է ասում, տար առ տար, բառ առ բառ իրականություն է դառնում։ Դա նա էր, որ ես ասում եի եւ զգուշացնում, որ Հայաստանի իշխանությունները այս դավաճան թրքամետ իշխանությունների, այս թրքամետ վարած քաղաքականության հետևանքների պտուղները կքաղենք։ Ես ասում եի, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները տանել ծայրահեղ աստիճանի լարված իրավիճակի ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ոչ մի լավ բանի։ Նաև նշում էի, որ Ռուսաստանը նույն Պարսկաստանին, Վրաստանին, կասի փակի սահմանները, բոլոր տրանսպորտային առաքումները Հայաստանից արտահանվող բոլոր ապրանքների, որպեսզի չներթափանցեն, չանցնեն ռուսական տարածք, այսինքն բոլոր առումներով փակեք, որպեսզի Հայաստանը լրիվ բլոկադայի մեջ հայտնվի։ Թուրքիայի կողմից փակ է, Ադրբեջանի կողմից փակ է, Պարսկաստանը կփակի, պատերազմի մեջ է, բնականաբար արդեն մեխանիկորեն դա փակվելու է պարսկական սահմանը, Վրաստանն էլ է արդեն կամաց-կամաց փակում, նեղացնում օղակը։ Եվ Ռուսաստանը պատճառաբանում են, որ Ռուսաստանից պատճառաբանում են, որ այն ապրանքները 200-ից 300-ից ավել բեռնատար մեքենաները, որոնք որ պետք է ուղևորվեն Ռուսաստան, այդ ապրանքները չեն համապատասխանում ստանդարտներին իրական։ Դե պատճառներ միշտ էլ կարող են գտնել, այնպես չի որ թեկուզ ամենանտիր ապրանքը լինի։ Կամքը իրենցն է, իրենց տարածք է գնում, կարամ չթողեմ պատճառաբանելով սա կամ նա։ Եվ իմ ասածները կատարվում են, բլոկադայի են ենթարկում Հայաստանին։ Բլոկադայի, որի մասին որ ես զգուշացնում էի, որ այս ամեն ինչը տխուր ավարտ է ունենալու։ Ծայրահեղ ատելություն, տանել ծայրահեղ աստիճանի ատելություն Ռուսաստանի հանդեպ, ես ասել եմ, սա նորմալ դիվանագիտական վերաբերմունք չի, նման ձևով չեն վարվում ոչ մի պետության հետ։ Լինի դա Ռուսաստան, լինի դա Արևմուտք, լինի դա, չգիտեմ, Արևելք թե Հարավ, որովհետև ծայրահեղ ատելության քաղաքականությունը հենա, տեսնում եք, Իսրայել եւ Իրանի մեջ ինչի հանգեցրեց։ Նույն բանն էլ կգան մեր վրա։ Բայց դեռ տնտեսական ձևով կպայքարեն մեր դեմ։ Դա էլ է հերիք մեր նման փոքր պետության եւ փոքր ժողովրդի համար, որպեսզի մենք շնչահեղձ լինենք, շնչահեղձ, բառից բուն իմաստով։ Կամաց-կամաց հիմա փակում են սաղ սահմանները, գազն էլ կկտրեն, մեքենաներ էլ դուրս չեն գա Վրաստանի տարածքով Ռուսաստան, Պարսկաստանի ճամփեն էլ կփակվի, ամեն ինչը կփակվի այս խառնաշփոթ իրավիճակում եւ Հայաստանը կհայտնվի բլոկադայի մեջ, տնտեսական բոլոր առումներով։ Շատ կարճ ժամանակ անց ինչ ենք ուտելու, ինչ ենք անելու ընդհանրապես, ժողովուրդը իրար է ուտելու։ Ես զարմանում եմ ուղղակի մի բանի համար, թե ինչի ժողովուրդը ոտքի չի կանգնում, որպեսզի ապստամբի, վերջ դնի այս խայտառակության, այս իշխանությանը։ Դուք փաստորեն մի մարդու ով ծառայում է բացահայտ թուրք-ադրբեջանական տանդեմին, բացահայտ այդ մարդը պարզ գործում է, Ալիև, Էրդողան, Նիկոլ գործում են համատեղ իրար հետ, համաձայնեցվում են եւ արվում է։ Համենայն դեպս մեր երկրի շահերից, մեր ժողովրդի համար ոչ մի լավ բան չկա, թե Թուրքիան, թե Ադրբեջանը պահանջողներ են։ Նա պահանջում է իր ուզածը, որ Նիկոլը կատարի, նա էլ պահանջում է Ալիևը, որ իր ուզածը կատարի։ Երկու կողմերից էլ պարանակցել են շամպես։ Նիկոլի վզից մեկը քաշում է աջ, մեկը քաշում է ձախ։ Դու իմ արածը կանես, իմ ասածը կանես, նա էլ ասում է դու էլ իմ ասածն ու արածը կանես։ Ահա թե որն է իրավիճակը, չկա հայկական իշխանություն, ընդհանրապես գոյություն չունի, կա ստրկացված, նսեմացված ժողովուրդ, որի վրա ոտքեր են մաքրում, եւ ժողովուրդ, որը հանդուրժում է այս ամեն ինչը։ Լսեք, հասկացեք, ձեր ուզածն ինչ է, վերջապես սով պետք է տիրի մեր երկրում, սով։ Ինչ եք կերակրելու ձեր երեխաներին եւ դուք ինքներդ ինչ եք ուտելու։ Ինչ ալնելու սրա վերջը։ Ինչ ալնելու։ Սա ապստամբությունը դուք ուզեք թե չուզեք, պետք է լինի։ Այս հանդուրժողականությունը ոչ մի լավ բանի չի բերի։ Ինչքան դուք լռում եք, այնքան օղակը գնալով նեղանում է։ Ինչքան դուք լռում եք, հայ ժողովուրդ օղակը գնալով նեղանում է։ Վաղը կբռնվի տնտեսական կալապսը, այդ ճգնաժամը կբռնի բոլորի կոկորտից,
Եվ դուք ստիպված եք լինելու մի փոր հաց ուտելու համար, երբ որ երեխադ քո աչքի առաջ սոված կասի պապա կամ մամա հաց տուր ուտեմ, ու դա դու չես կարող տալ, այդ դեպքում երևի ուղեղդ կաշխատի, որ դուրս գաս, տապորն ու զենքը ձեռդ վեկալես, դուրս գաս այս իշխանության հերը անից ես։ Մեռանք ասելով, արա, ուզեք, չուզեք, դու գալու եք այս ապստամբության, այդ ոչխարի համառությունը, այդ անասունի հանդուրժողականությունը ոչ մի լավ բանի չի բերելու։ Չի բերելու, հայ ժողովուրդ եմ ասում, ուզես, չուզես պետք է հելնես սատկացնես։ Չես սատկացնի, ինքդ կսատկես։ Երեխաներդ սովից աչքիդ առաջ կսատկեն ու կմեռնեն, այո, տենց կոպիտ եմ ասում։ Ես չեմ հասկանում, դուք այդ ձևի ծնող եք, այս ձևի մտածողներ եք, դուք որ կարող եք նման աստիճանով այսպեսի մի, ոնց ասեմ, նման դրսևորեք ձեր երեխաների ապագայի եւ մեր հայրենիքի ապագայի հանդեպ։ Սա խայտառակություն է ուղղակի, խայտառակություն, ինչի մասն եք մտածում։ Նորից եմ կրկնում, ինչ ես ասելու վաղի երեխայից, եթե ասի պապա կամ մամա հաց տուր ուտեմ։ Խոսքը վերաբերում է պապաներին, մամաներ ինչ անեն, մամաներն էլ ձեր նման աննասունների զերը, շալվար հագած աննասունների զերը քաքն են ընկել։ Այսօր հայ կանայք ավելի վճռական են, ոգով, կամքով։ Այսօր եթե հայ կինը իմանա ինքը տապորն ու զենքը կվերցնի դուրս կգա այս իշխանության դեմ ու կհաղթի, գրամ չկասկածեք դուրս կգան։ Հայ կանանց հողերը լինի այսօրվա տղամարդու գլխին։ Դուք տղամարդ չեք, փալաս եք, փալաս, որ նստել եք ու սպասում եք։ Դուք անգամ ձեր ընտանիքների պատիվը չեք ուզում պահեք, ձեր կանանց պատիվը, ձեր երեխեքի պատիվը չեք ուզում պահեք, ուր մնաց ձերը պահեք։ Դուք ձերն էլ չեք, դուք ձերինի տերը չեք։ Մի հատ խոսք կա, դու եթե դուք ոռի տերը չես, ոնց կարաս քո օջախի ոռի տերը լինես։ Այս է ստրկամտությունը։ Կամաց այս խոսքս լավ իշեք, արդեն սահմանները փակում են, ու լավ են անում, որ փակում են, շատ լավ են անում։ Ես համաձայն եմ, որ փակեն, այնքան փակեն, մինչև սովի մատնվի ամբողջ երկիր իրար միս ուտեք, մինչև վերջապես ձեր դարման գլուխները աշխատի, որ խոտ ուտելով դուք չեք կարող սնվեք եւ ձեր երեխեքին խոտ ուտացնեք, այլ պետք է հելնել, պայքարել, ջարդել, ավիրել, մորթել, փրթել ու փրկել հայրենիքը եւ ձեզ։ Այս է իրականությունը, որ պետք է անենք։ Այլ ընտրանք չկա, կամաց դրան է գնում։ Իսկ այն ինչ կատարվում է այսօր Երևանում, հայրենիքում, գործարարներ են բռնում, սա են անում, նա են անում։ Դա շատ լավ է, իմիջիայլոց ասեմ, դա շատ լավ է, շատ լավ է։ Սա իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն է, ինչու՞մ է լավ։ Ինչքան կարա թող նման գործարարներին, որոնք օտար երկրը նաև քաղաքացիներ են, բացի Հայաստանի քաղաքացի լինելուց, ինչքան ուզում է թող բռնի, դրանով նա ավելի է գրգռում Ռուսաստանին մեր դեմ, ավելի է գրգռում։ Թող գրգռի ավելի լավ, որտեղ նա դիպլոմատ չի, նա չի հասկանում։ Ինչքան նման ձերբակալումներ լինեն, ավելի լավ մեր համար։ Այս ամբողջը իօքուտ էլի է խոսում ապագայում ապստամբության մասին, որովհետև այդ կուտը կապիտուլյանտը կերել է ու պետք է ուտի մինչև վերջ։ Իրան թվում էր թե ինքը այնքան խելքով է, իր տերերի ասելով է շարժվում, կարա բոլորի մատի վրա ֆռացնի, դա այդպես չի։ Դա այդպես չի։ Հիմա կտեսնեք, թե իսկական ֆռացնողներն ով են եւ ինչ կշահեն դրանից։ Ես միշտ եմ ասել, եթե մենք մեր երկրի տերը չենք կարող լինենք, եթե մենք կրակն ենք ընկել այս անկախության ձեռը, եթե մենք խուսափում ենք պատասխանատվությունից մեր տան տերը լինելուց, ուրեմն ձեզ վատ մի զգացեք, որ ինչ-որ մեկի ձեռի տակ պետք է ապրեք։ Բայց գոնե նախընտրելի է քրիստոնյա երկրի ձեռի տակ ապրեք, քանց թե գնաք թուրքի ձեռի տակ ապրեք։ Եղավ, իսլամ ընդունեք, թուրքերեն լեզուն սարքեն երկրորդ պետական լեզու, դուք թուրքերեն դպրոցներում սկսեք սովորել։ Գետինը մտեք լավ է, ավելի լավ է, սրա վերջը սենց պետք է լիներ։ Ոչինչ, ես ուրախ եմ այս ինչ որ հիմա կատարվում Հայաստանում, որովհետև ինչ որ ես տառ ասել եմ, դա տառ կատարվում է, այտենց էլ պետք է լինի։ Այլ ընտրանք չկա։ Սա միակ ճանապարհն է, որպեսզի երկիրը մատնվի սովի մատնվի։ Անգնի շրջափակման մեջ հուսով եմ նոր դուք ոտքի կանգնեք։ Նորից ասեմ, երբ որ երեխաները ձեր կարտանան ու կասեն մամա, հայրիկ հաց տուր ուտեմ, մամայից են ուզել, այդ մաման էլ պահանջելու է այդ անասուն իր ամուսնուց, որ տղամարդ է կոչում իբր շրջվարը հակը։ Այդ ոչնչությունից կասի թե գնա հիմա մորթի այդ իշխանությանը հաց բեր երեխուդ կերակրի։ Ոնց ենք անելու, հա? Թե սովորեք հայ կանանց ձեր գլուխները հայ տղամարդիկ ջայլամի պես կողեք ավազի տակ, հելնեք փախրեք խոփաններն ու ես իմ արտասահմաններն ու Ռուսաստանները, ձեր կանանց թողեք մենակ,
Հետո մեղադրեք, որ կնիկս բոզա, այդ սրանն տալի, որ դերի երեխա կիրակրի։ Բա ինչ անի։ Ձեր հիմա ձեր ձեռով եք ձեր կանանց բոզո ագարկա սարքում, հետո նստում մեղադրում եք, թե էսիսեն չի, մեր պատիվը չպահեց։ Ինչ պատիվը պահի, այ չաթլախ, եթե դու հայտաղամարդ ես, դու ինքդ քո ворի տերը չես, դու ոնց կարաս քո ընտանիքի տերը լես։ Այսքանը լավ մնացեք։